Հովանավանքում կարգալույծ քահանան պսակադրություն է իրականացնում։ Եվրոմեդիա 24-ի տեղեկություններով զույգին պսակում է վերջերս կարգալույծ հռչակված Տեր Արամը Ստեփան Ասատրյանը։ Հայ առաքելական եկեղեցու կանոնների համաձայն կարգալույծ քահանայի կողմից կատարված սակրամենտները վավեր չեն եւ չեն ճանաչվում եկեղեցու կողմից։ Սակայն Փեսայի հայրը հրաժարվեց կարգալույծ արված քահանայի պսակադրության արարողությունից եւ Տեր Սարգիսն իրականացրեց արարողությունը։ Տեր Եսայի քահանան մեր հետ զրույցում նշեց, որ այս արարողությունը անվավեր է։ Կարգալույծ լինելուց հետո իրավասուչի որևէ ծես կամ խորհուրդ կատարելու եւ որևէ ծիսակատարություն կամ խորհուրդ իր կողմից կատարված անվավեր է։ Եվ մեր հավատացյալները պետք է այդ մասին տեղյակ լինեն, որ եթե իրենց աղակին մկրտում են, եկեղեցին այդ մկրտությունը չի ընդունում եւ եկեղեցու եւ իր կատարած մկրտությունը անվավեր է։ Անձը չի համարվում մկրտված, եթե կատարել է նախկին Տեր Արամը։ Այդ խորհուրդը անվավեր է իր կողմից կատարված։ Տեր Արամը կարգալույծ էր հռչակվել հոկտեմբերի 17-ին եկեղեցու կանոնների խախտման պատճառով։ Տեր Եսայի քահանայի խոսքով այս պսակադրությունը եկեղեցու կողմից չի կարող ունենալ վավերություն եւ հավատացյալները պետք է առաջնորդվեն եկեղեցու կանոններով։ Բնականաբար սա հակաեկեղեցական արշավի դրսևորումն է եւ այս շրջանակներում է եւ ես վստահ չեմ կամ ես տեղյակ չեմ ոստիկանական ինչ ուժեր են, բայց մենք էլ տարբեր աղբյուրներից լսում ենք, որ այնտեղ կա հսկողություն ոստիկանական, ինչը կարծում եմ որևէ տրամաբանական բացատրություն չունի, որովհետև չեմ կարծում այնտեղ այդպես հսկողության անհրաժեշտություն կա կամ կարիք կա։ Տեր Արամը նաև կոչ է արել մասնակցել Կիրակի Հովանավանքի պատարագին, որտեղ ներկա կլինեն որոշ իշխանական ներկայացուցիչներ, ներառյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։